Օգտատեր շատ կարևոր է հասկանալ, թե գույքի երբ է ձեռք բերվել եւ ում կողմից։ Եթե այն ձեռք է բերվել ամուսնության ընթացքում եւ առուվաճառքի հիմքով եւ չկա կնքված ամուսնական պայմանագիր, ապա այն հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը։ Սովորաբար շփոթմունք է առաջանում, երբ 90-ական թվականներին սեփականաշնորհման օրենքի համաձայն համասեփականատերեր էին համարվում ընտանիքի բոլոր անդամները, ովքեր հաշվառված էին, ովքեր համարվում էին ընտանիքի անդամ եւ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում։ Եթե այն թվականներին իմ նշած 90-ական 91-ից 96 թվականների ձեռք բերած գույք է եւ սեփականաշնորհված գույք է, ապա այո, այդ դեպքում ընտանիքի անդամները կարող են համարվել սեփականատեր։ Դրա համար էր, որպեսզի համոզվեք, թե ընտանիքի անդամները սեփականատեր են թե ոչ, ընդհանրապես պետք է նայել սեփականության վկայականի հիմքը, այնտեղ նշվում է առուվաճառք, նվիրատվություն, թե սեփականաշնորհման որոշում, կարճ ասած սեփականության վկայականում, որ հիմքը նայեք, արդեն շատ բան ձեզ համար պարզ կդառնա։ Իսկ ամուսնության ընթացքում ձեռք բերած գույքը դա համատեղ սեփականություն է համարվում երկու ամուսնու համար։ Իսկ ամուսինների մահվանից հետո նոր այն կարող է դառնալ ժառանգական զանգված իրենց երեխաների կամ ծնողների, եթե կան, ապա նրանց համար։ Առայժմ լավ եղեք։